փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Որևէ մեկը։ Ես ձեզ հետ կխոսամ թե։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Ես գիտեմ։ Երևանյան մետրոյով անչափահաս երեխաների հետ երթևեկել է անվտանգ չէ երիտասարդ կանանց համար, մանավանդ ընտրաշավի շրջանում։ Քարտեզի մասին հնարավոր են հոգեբանական ահաբեկումներ, ձեզ վրա կարող է մատ թափ տալով բղավել անձամբ պետության ղեկավարը։ Կխոսեմ տեն ձեզ։ Եթե Աստված մի արասցե հանդիպեք նրան եւ համարձակվեք չընդունել նրա տեսակետը, արտահայտելով ձերը։ Ղարաբաղ եմ տվել։ Կիրակի Արմինե Մոսյանը որդուն շախմատի մրցույթի է տանելիս եղել, երբ վագոնում անսպասելի հայտնվել է Նիկոլ Փաշինյանը թիկնապահների ու քարոզչական զորքի ուղեկցությամբ։ Շատ պատահական։ Խայտառակ պատմությունը սկսվել է, երբ երիտասարդ մայրը իր եւ որդու անունից հրաժարվել է Փաշինյանից որպես նվեր ընդունել Հայաստանի մանրակերտ կրծքանշանը։ Եղբայր կարելի է քեզ նվիրեմ մի հատ սրանից։ Չէ՞։ Ինչ քարտեզն եք տնել։ Փաշինյանը չի հանգստանում, որոշում է ամեն ինչ կորցրած արցախցի կնոջը մեկ անգամ էլ հիշեցնել, թե որ երկրում է ապրում նա։ Բայց ձեր տղան էս քարտեզում է ապրելու, այդ հաշվի առել։ Էլ բաց չկա, մենք չենք թողելու, որ այդ ձեր գաղափարաբանությունը էլի գիտեք ինչ, ես գիտեք ինչ, ես ամեն ինչ արել եմ, մի րոպե սպասում, չեք կշարունակեմ, ես կշարունակեմ, գնացքի, իմ խոսելը գնացքի ընթացքը չի կանգնեցնում, չէ, շատ է։ Չնայած երիտասարդ կնոջ զգուշացումներին, որ չի ցանկանում շարունակել տհաճ զրույցը ու առավել եւս նկարահանվել, Փաշինյանը համառում է ավելի բորբոքվում եւ փախած անվանում կնոջը, դաշնակցական ընկերներ, որը ինչպես հետո պարզվեց Արցախյան ազատամարտի հերոս Մերուժան Մոսյանի դուստրն է։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք ընդեղ մնաք, բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տեն, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու ես քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որևէ մեկը, կխոսեմ տեն ձեզ հետ բարձր, ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Եթե մեկ ու Ղարաբաղցի, Արցախցի է գտել, ովքեր ձեզ իշխանաժող զրույցներ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի կուսակցության ընդունած էթիկայի կանոնագրքի համաձայն հանրային քաղաքական պաշտոն զբաղեցնողները պարտավոր են իրենց առօրյա կյանքում պարկեշտություն, համեստություն, զսպվածություն եւ հարգանք ցուցաբերել բոլորի հանդեպ, խթանելով հանդուրժողականությունը։ Քաղաքացիներ վերջին կանգառնա։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ Տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում։ Այդ մարդկանց իզուր Մինչև այդ էլ կապույտ անձնագրել եք Հայաստանի Հանրապետության, որը անձնագիր է ու ոչ ճամփորդական փաստարկում։ Այո։ Իգիտություն ձեզ մեզ։ Ես գիտեմ իգիտություն ձեզ եւ դա Հայաստանի մարդիկ նորից քաղաքացիություն է վերցնում, դա նշանակում է, որ իրենք ուրիշ ճարկ չունեն։ Մարդիկ առանց գործ ապրում են վարձ են տարից, մարդիկ ցանկանում են գոնե չին բնակ վարձից օգտվել, դու դա է վաճառել։ Սեփական էմոցիաները ակնհայտորեն կառավարել չկարողացող Հայաստանի համար մեկ կառավարիչը շարունակում է դաս տալ կնոջը։ Երեխայի մեջ պանդխտություն մի սերմանեք։ Այդ պանդխտության բանը միտումը պետք է անել, պետք է հանդարտվել, պետք է այս երեխուն պետք չի պանդխտության։
Արցախցի կնոջ օրը փչացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը արցախցիներին փախածներ չի ասել, իսկ եթե ասել է, ներողություն։ Չասեցիք փախածներ, զոհվածի աղջկա եք ասել։ Ես տենց բան չի կարող ասել, եթե տենց անկալվել, սխալ անկալվել, եթե ինչ-որ մի բանն չեմ ասել, ներողություն տալիս։ Արդեն երեկոյան Facebook-ում գրառում է արել, արցախցի Արմինեին ու իր որդուն կառավարություն հրավիրել, որ ներողություն խնդրի։ Արմինե Մոսյանը որևէ կերպ չի արձագանքել Փաշինյանին, որը փորձում է իր ներողությամբ քարոզչական դիվիդենտներ հավաքել այս խայտառակ պատմությունից։ Լանա Համբարձումյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։